Վերջին տարիներին Հայաստանի ռազմավարական գործընկերը կարելի է ասել Ռուսաստանն էր, իսկ հիմա Հայաստանը համագործակցում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի եւ այլ երկրների հետ։ Երեկ էլ նոր ռազմավարական պայմանագիր ստորագրվեց Գերմանիայի հետ։ Ինչպես է գնահատում Հայաստանի նոր արտաքին ու ռազմական քաղաքականությունը, ինչը կուզենայիք, որ փոխվի կամ զարգանա այդ ուղղությամբ։ Շատ ուրախ եմ, որ ամեն տեղ գնում են, պայմանագիրեր են կապում, Ռուսաստանը մեզ ինչ մեզի օգուտ, իրանցից մենք օգուտ չենք տեսել ալես։ Բացի վնասից Ռուսաստանը մեզի ոչ մի բան չի տվել, ինչքան Ռուսաստանից հեռու, այնքան լավ։ Թողելի մոտիկություն անեն, թողելի առևտուր անեն, թողելի լավ լինեն, բայց այդ բաները մի երկրի հետ պետքա իրանք միանան էլի, պետք է տարբեր մարդիկ ունենան։ Տարբեր երկրների հետ պետք է իրանք բաներ կազմեն էլի, պայմանագրեր, բաներ, մեկը կոնյա լավը չինի, մեկը լավը գլնի, մեկը լավը գլնի, շատ ճիշտ է, ես շատ շնորհակալ եմ, շատ, ես իրանց աշխատանքից պալես, ես չգիտեմ, շատ գոհեմ, ինչ անում են իրանք գոհեմ, շատ լավ ալնելու մեր երկիրը ծաղկելու յապալես, ես բան եմ, հավատում եմ։ Շատ լավ արել, ինչ-որ կառավարությունն անում, դա շատ ճիշտ է։ Ճիշտ քաղաքականություն են վարում, Ռուսաստանից ինչքան հեռու մնան, այնքան լավ։ Ինչ կուզենայիք, որ փոխվի կամ զարգանա այդ ուղղությամբ։ Ու մեր ձենան կոնտրակտներ կապեն Ամերիկայի հետ, Գերմանիայի հետ, Ֆրանսիայի հետ, ու կամաց Ռուսաստանից հետ կանգնեն։ Ռուսաստանը նա դավաճանական երկիր է, նա վաղ թե ուշ մեր հողերը կծախի Թուրքին։ Որ երկրներին եք դիտարկում որպես ռազմավարական գործընկեր։ Ֆրանսիան էլ լավ է, Հնդկաստանն էլ լավ է, Բելգիան, չեմ ասի Ռուսաստանին լրիվ ես չգիտեմ, թողելի մոտիկություն անեն, բայց Ռուսիցից մենք լավ բան չենք տեսել, բացի մեզ ծախելուց։ Մաս մեր ամեն ինչը ծախել են, պարտքի դիմաց, գույք պարտքի դիմաց, ամեն ինչը ծախել են, ամեն ինչը։ Նրանք մեզ ինչ են թողել։ Խեղճ Փաշինյանը ինչ հաստացել իրանցից, բալա, ոչ մի բան չի ստացել, տկլոր եկել է, խեղճ մարդը նստել է, ես իմ կյանքս կտամ Փաշինյանին, իմ կյանքս, ես ապրել եմ, տեսել եմ ես նրանց, իմիք վաճահելները կարողա չեն իմանում, բալիկս, կարողա չեն իմանում, չեն ապրեն ժամանակ, բայց ես ապրել եմ, ես իմ կյանքիս հիմա ես հասակիս կյանքս կտամ Փաշինյանին իր նավը հասցնի մինչևի ապ։ Ռուսաստանն ինչ արեց, երբ որ մեր ընկերներ, ռազմավարական ընկերը, մեր պաշտպանը, մեր զենք մատակարարողը, ինչ արեց։ Մեր տարածքները շրջապատեց կամ տվեց բոլորին։ Ռուսաստանը մեր ընկերը երբեք չեղել, ոչ առաջի համաշխարհայինի ժամանակ, ոչ հայկական ջարդերի ժամանակ, ոչ էլ հիմա։ Նա լավ կլինի, եթե ունենա, բայց ես համոզված եմ, որովհետև էլի Ռուսաստանն են կպել, որը միշտ դավաճանել է հայերեն։ Ամերիկան, այսօրվա դրությամբ Ամերիկան բոլոր պետություններին, բոլոր ահաբեկչական խմբավորներին կարողանում է իր տեղը դնել։ Ամերիկան դեմոկրատական երկիր է, նա քաղաքականությունը ճիշտ անում։ Ամեն քաղաքականություն նա ճիշտ քաղաքականություն է վարում բոլոր երկրների հետ։ Լինի փոքր, լինի մեծ։ Դե առաջերտին մենք մեզ պետք է մեր մասին մտածենք, երկրորդ հերթին իհարկե կան երկրներ, որոնց հետ կարելի է համագործակցել։ Ընդհանրապես նորմալ երկրներ բոլորն են, ինչքան բարեկամներն են, այնքան լավ է։ Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստանը, եթե նոր Ռուսաստան ծնվի, դժվար ասել, բայց այդ ազնել կանխատեսելի ազգ է։ Բոլորը հետ էլ կուզեի, բացի թշնամիներից, թշնամին երբեք բարեկամ չի դառնա։ Չեմ կարող ասել կոնկրետ ումը, բայց դա եվրոպական երկրներից Ֆրանսիան, օրինակ, Ամերիկային էլ մտածում եմ, եթե ճիշտ մոտեցում ունենան, նրա վրա էլ կարելի է հույս տանել։ Դա երևի Ֆրանսիան է, Իրանն է, ուրիշ ինչ կա, Վրաստանն է,
Էլ չեմ կարասեմ։ Հարևան երկրների հետ համագործակցությունը ինչպես է գնահատում։ Ոչ մի հարևան երկրների հետ, ոչ Իրանի հետ, ոչ Թուրքիայի, Իրանն էլ վտանգավոր երկիր է, նա Հայաստանի համար վտանգ է ներկայացնում։ Մենակ առևտրական գործընկեր կարող է լինի, գան, ճանապարհ, իսկ ռազմավարական ընկերություն հնարավոր չի Իրանի հետ անել։ Իրանը մուսուլմանական երկիր է, նա ամեն դեպքում տեսանք Ղարաբաղում ինչ եղավ։ Նույնն էլ հետո կլինի։ Հույս դնել չի լինի Իրանի հետ։ Լավ է, իշքան հարևաններ, իշքան շատ լավ է։ Թուրքիայի հետ էլ պետք է լավ լինի, Ադրբեջանի հետ էլ պետք է լավ լինի։ Մեր հարևաններն են, ում կարանք տանք, ում կարանք փոխենք։ Հայաստանը քաշենք են գոմում բերենք։ Մեր հարևաններն են։ Մարդը որ մեկին չի սիրում, որ տեսնում է, ներվայնանում է, բայց որ մեկի հետ բարելույս անում է, ինքը չի ներվայնանում։ Հարևանն է, բարելույս։ Ամեն ինչ Աստծունն է։ Փոքր երկիր է Հայաստանը։ Փոքր երկիր է։ Ես հավատում եմ։ Ամեն ինչին հավատում եմ, բալես, էլի եմ ասում։ Փաշինյանի նման իրանք հետո կհիշեն այս ժողովուրդը, թե ինչ, եթե հանգարցակի մի բան ասենք էլի, թե գուզինքը չնդրվի, իրանք կիմանան ում են գործրել։